Get ready with me. Ուրեմն ժողովրդիս ասեմ, գնում ենք ատամիս կարերը հեռացնելու արդեն, շատ ուրախ եմ այդ արդի, որտև այս ցավերը արդեն ես չգիտեմ ինչ անեմ ու ընդհանրապես ժողովուրդ այդ կարերը արդեն սկսել են ծակել, լնդերս եւ այլն։ Համար այսօր այդ օրն է, որ պետք է գնանք, ես շատ ուրախ եմ այդ արդիվ։ Մի խոսքով են բոլոր պատկերացումները, որ ես ունեի ատամ հեռացնելու եւ կարելու հետ կապված, բոլորը չքվել են։ Ու այդ բոլոր վախերը հոդս են ցնդել։ Ուղղակի ես հիմա չգիտեմ, այս կարը հանելուց ինձ նորից սրսկելու է, ցավալու է, թե չէ։ Հիմա էլ վախը էդ է ոնց որ։ Բայց դե ես վստահում եմ իմ բժշկին, որովհետև ինքը շատ լավ է հանել իմ ատամը ու ես ոչ մի ցավ չեմ զգացել, նենց որ վստահ քայլերով գնում եմ դեպի ու ընդհանրապես ցավի առկայությունը կախված է մասնագետից նույնպես, միգուցե եւ դա ցավոտ process է, բայց ինքը այնքան լավ է անում, որ դու նույնիսկ չես էլ հասկանում, թե ինչ կատարվեց, օրինակ իմ մոտ այտենց եղավ, ես շոկ էի ապրել մի անգամից։ Հիմա կասեք Լիաննա ջան, արդեն զզվացրել ես քո ատամով, բայց դե ժողովուրդ ջան, էդ է։ Ուզում եք ուզեք, չեք ուզում, չեք կարա չուզեք, բա։ Մի խոսքով, ամեն ինչ լավ է, բայց դա այս ամեն ինչի մեջով, այսպես ասված, ես եւս մեկ անգամ պետք է անցնեմ, մինչեւ բերեկետ դնելը։ Տեսնենք, հուսամ այս մյուս անգամն էլ այսքան հանգիստ կանցնի։ Բայց լավ, այս թեմայից դուրս մի հատ ինձ գրեք կոմենտներում, թե ինչ թեմաներից կուզենաք դուք, որ ես խոսեմ իմ Get Ready With Me-ներում, որովհետև ես էլ չգիտեմ ինչից խոսեմ։ Չգիտեմ, ժողովուրդ, մտքիս էլ բան չի գալիս, մտածում եմ ինչ-որ պատմություններ, որոնք ես ունեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում, դրանցից պատմեմ, ուղղակի հասկանում եք, իրանք այնքան դաժան են, լավ մի քիչ շատ չափազանց։ Նու դաժան չէ, տխուր, ինչ-որ լավ բաներ է, սովորական տենց լավ բաներ են, հետաքրքիր պատմություններ էլ, սենց որ մտավերում եմ չկան, մի խոսքով ես չգիտեմ, դուք ասեք։ Դե որոշեցի այսօր էլ գլխարկով լինեմ, հուսամ սիրուն է, ինչ կասեք։ Մի խոսքով ես գնացի, կսպասեմ ձեր մեկնաբանություններին։